Ողջույն։ Արձակուրդ գնալուց առաջ խորհրդարանը արտահերթ նիստ է անում։ Օրակարգի 21 նախագծից, որը բացեցի, տեղով պրոբլեմ են։ Երկրի դեմ քայլ։ Տուգանք է, վարկ է, խլում է եւ այլն։ Անդրադառնամ 3-ին։ Մեկը հեծը խլելու հայտնի նախագիծն է։ Տարածքային կառավարման փոխնախարարն ասում է նախագծի մեջ խլել բառը չկա։ Խնդալու է, բա հո չէ լինի գրած հեծը խլելու նախագիծ։ Ասում են, թե նպատակը բարեփոխումն է, էլեկտրաանջատումները քչացնելն է եւ այլն։ Իսկ ովքեր են, այսպես ասած, բարեփոխիչները։ Հայաստանի ամենախոշոր ընկերություններից մեկը, որը ունի շուրջ 7000 աշխատող, ուզում է վերցնել ու կառավարել մի իշխանություն, որը բացել է $60 միլիոն փոշիացրել ու սննկացրել, փակել անիվը։ Նրանք ուզում են կառավարել $1 միլիարդ ներդրում արված ընկերություն։ Հեծը փորձում է խլել ու կառավարել մի իշխանություն, որը երկիրը կառավարում է պարտքով, տարին $1 միլիարդ պարտք է կուտակում։ Ասում են, աչքը տեսածից է վախենում։ Ես վախենում եմ, որ սրանք ոչ միայն մեր հարկատուներից գումարներից միլիարդներ վաղը կվճարեն հեծը փոխհատուցելու համար։ Նաև չկարողանալով ներդրում անել, հեծը բերելու են մշտական անջատումների եւ թանկացման։ Մենք հոսանքից օգտվող ցանկացածս անհանգստանալու բան ունենք։ Ինքս անհանգստանալու տեղ ունեմ, որովհետև իմ աշխատանքը կապված է հոսանքի ու ինտերնետի հետ ու վախենամ հոսանք չունենամ, որ պատրաստեմ թեկուզ այս հաղորդումը։ Այսօր ԿՊԱ-ականները արդարացնում էին հեծը խլելը, բայց չգտնվեց մեկը, մի պաշտոնյա, որ պաշտոնապես խոստանար մատակարարման խնդիր չենք ունենալու եւ խոստանար, որ հոսանքը չի թանկանա խլելուց հետո։ Թող Նիկոլը հայտարարի, որ հեծը ԿՊ-ին փոխանցելու արդյունքում հոսանքի խափանումները կպակասեն, հոսանքի գինը չի թանկանա։ Կհիշեք, որ նա նաև խոստանում էր, որ հոսանքի գինը 20%-ով կեժանացնի, բայց չեժանացավ։ Նա խոստանում էր, որ մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա, 2 անգամ թանկացավ։ 2018-ին խոստանում էր, որ ընդհանրապես 5 տարի մեր երկրում գնաճ չի լինի։ Հեծը ասում են ազգայնացնում ենք, որովհետև դժգոհություն կա, խափանումներ են լինում։ Պատգամավորները տեղին հարց են տալիս, Վիոլիա ջրից տասնապատիկ ավելի են դժգոհ, համ ջրամատակարարումները, համ որտեղ քանդում են չեն բարեկարգում։ Ամռանը ջուրը նորմալ չի հասնում, բա ինչի ջուրը չեք ազգայնացնում։ Թե վախենում եք դրանից հետո Մակրոնը էլ Նիկոլին չփաթաթվի։ Շարունակեմ պատգամավորների խոսքը։ Բա որոտանի կասկադը ինչի չեք ազգայնացնում։ Ամերիկացիից եք վախենում, վախենում եք էլ ձեզ ժողովրդավար չճանաչեն, Ռուսաստանից չեք վախենում, Ֆրանսիայից ու Ամերիկայից վախենում եք։ Ժողովուրդ ջան, բոլորդ գոհ եք հեռախոսակապից, ինտերնետի որակից, բազգայնացրեք։ Բա դա էլ է ստրատեգիական ոլորտ։ Ամենաստրատեգիականը հացն է, հացի փռերն էլ ազգայնացրեք։ Այդքանն էլ ազգայնացնելուց հետո էլ պետք է խնդրեմ ազգայնացնեք 2018 թվականից այս կողմ ԿՊԱ-ականների դիզած միլիարդները։ Մի հրաշքով հեղափոխությունից հետո ԿՊ-ի ամենաաղքատ դեմքերից մեկը 7 հատ անշարժ գույք է առել։ ԿՊԱ-ական պատգամավորները քիչ չեն, որ 7 տարում 2 եւ ավելի տներ են առել։ Չեք ազգայնացնում։ Հələ դա մենակ հայտարարագրերում նշածն է։ Կրկնում եմ, հեծը խլելու հետևանքը շատ շուտով ամեն մարդ կզգա իր մաշկի վրա, երբ վերադառնա մոմերին։ Մյուս նախագիծը քաղաքացուն հերթական 1000-րդ անգամ տուգանքի մատերիալ դարձնելու մասին էր։ Տրանսպորտը թանկացրել են, մարդիկ բոյկոտում են, չեն վճարում, բայց այդ չվճարողների մի մասի համար այն ունի սկզբունքային նշանակություն։ Դեմ են թանկացմանը, որովհետև ԿՊԱ-ականները իրենք էլ են ժամանակին ակցիաներ արել թանկացման դեմ, որովհետև քաղաքացու մուծածարկերը նորմալ չեն տնօրինվում, որովհետև առանց թանկացնելու համարում են, որ հնարավոր է նորմալ տրանսպորտ ունենալ։ Ասում են ավտոբուսներ եք բերել, լավ եք արել, բայց քաղաքի բյուջեն միլիարդավոր դրամներ են մտնում, դրանից վճարեք։ Բայց ժողովրդի մի մասն էլ չի վճարում նաև, որովհետև ուղղակի չունի։ Երբ մեր երկրում աղքատությունը մոտ 25% է, իսկ ոչ պաշտոնապես դրա կրկնակին, տրամաբանական է, որ Երևանի 25-ից 50%-ը դժվարությամբ է վճարում տրանսպորտի ավելացված 50 դրամը։ Կառավարությունն ասում է,
Հպարտ քաղաքացի, եթե դու չունես 150 դրամ, քեզ կտուգանենք 15,000 դրամ։ Սրանք էին ասում, բոյկոտը չի աշխատել, ժողովուրդը դժգոհ չէ, հիմա այլ ասում են այնքան շատ է բոյկոտը, որ ստիպված տուգանում ենք։ 1 միլիոն ստացող ԿՊ-ական падգամավորը, որը կողմ է քվեարկում ժողովրդին տուգանքի մատերիալ դարձնելու նախագծին, ասում է, հա ինչ մի թիվ ընդամենը 15,000 ենք տուգանում։ 15,000 դրամը նվազագույն աշխատավարձ ստացողի աշխատավարձի 20%-ն է։ 150,000 դրամը աշխատողների մեծամասնության աշխատավարձն է։ 10%-ն է կազմում է 15,000 դրամը։ Քեզ, որպես ժողովրդի գլխից դուրս խոստումներ տված իշխանություն, պետք է հետաքրքրեր, ինչու ժողովուրդը չի կարողանում տրանսպորտի համար վճարել 150 դրամ, եթե դու խոստացել ես իրեն հանել աղքատությունից, բայց ստացվում է, որքան աղքատ, այնքան տուգանքները շատ։ Երրորդ նախագիծը, որին ուզում եմ անդրադառնալ, այսօր քննարկվեց, հերթական զավեշտն է։ Տեսել ենք, որ սրանք իրենց կուսակցականներին որևէ տեղ աշխատանքի ճխտելու համար օրենք են փոխել, ցենզ են իջեցրել, կոչման պահանջ են իջեցրել, որ ԿՊ-ականին նշանակեն մի պաշտոնի աշխատանքային ստաժի պահանջ են իջեցրել, ազգային ժողովում հանձնաժողովներ են առանձնացրել, որ եւս մի ԿՊ-ական հանձնաժողովի նախագահ լինի։ Հիմա էլ հասել են միայն իրենց համար համայնք միավորելու։ Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել։ Սրանք ուզում են Արմավիրի մարզպետին դարձնել Էջմիածնի քաղաքապետ։ Սա էլ է իդեպ հետաքրքիր։ Մարդուն օգտագործում են իջեցումով։ Մարզպետից բերում սարքում են այդ մարզի քաղաքներից մեկի քաղաքապետ, բայց դա հեչ, իրենց գործն է։ Ինքս ԿՊ-ական պաշտոնյաներին հավաբնի կառավարիչ չէի վստահի։ Բայց հարցը հետևյալն է. իրենց թեկնածուն չի կարող առաջադրվել Էջմիածնի քաղաքապետ, որովհետև Խոյ համայնքում է գրանցված, եւ սրանք միավորում են Խոյ եւ Էջմիածին համայնքները։ Սրանք վարչատարածքային բաժանման մասին օրենք են փոխում մեկ թեկնածուի համար։ Կուսակցական շահ։ Սրանք հանուն իրենց շահի հանձնել են հողեր, տվել են զոհեր, բանտարկում են մարդկանց, հիմա էլ միավորում են գյուղ ու քաղաք, ու այդ ամենը մի նպատակով, որպեսզի պահեն իրենց իշխանությունը։ Իշխանությունը պահում են արդեն 8 տարի, 8-րդ տարվա մեջ ենք, իսկ թե որն է ժողովրդի քյարը, այդ դա չենք հասկանում։ Ես ներկայացրեցի այսօրվա խնդրահարույց նախագծերից 3-ը, բայց սրանք ամեն նիստում դափոնով այդպիսի նախագծեր են ընդունում։ Կարճ ասած, իշխանության ձայները հերիք են բոլոր օրենքները ընդունելու համար։ Նրանք ընդունում են, ինչ օրենք ու որոշում ուզում են, բա հետո։ Նիկոլ Փաշինյանը իր որոշումներով, իր գրառումներով, իր ելույթներով, իր ֆրակցիայի ընդունած օրենքներով ամեն օր համոզում է ժողովրդին, որ ել ավելի շատ մարդիկ մասնակցեն ԿՊ-ին մերժելու գործընթացներին, կլինի հերթական, թե կլինի արտահերթ։ Մեր երկրում արդեն քաղաքացու դիրքորոշումը, ընտրողի քվեարկությունը ոչ թե պարզապես այս անձին հեռացնելու օգտին է լինելու, այլ ազգայնացնելու, դատելով այն ամենից, ինչ կատարվում է Հայաստանում, հրամայական է դառնում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ազգային ժողովը, դատարանները, իշխանության բոլոր ճյուղերը ազգայնացնելը։ Այո, կարծում ենք նրանք այսօր ապազգային են։